Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ ժուրնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Գյումրու ավականու անդամ Լևոն Բարսեղյանին, բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, արդեն նշանակվել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, դեկտեմբերի 6-ին եւ ընդամենը 1-2 շաբաթ հետո սկսվելու է նախընտրական քարոզարշավը, նախընտրական կարելի ասել, չէ՞, հանրաքվեի հետ կապված սահմանադրական քարոզարշավը եւ ոչի ճակատում իշխանության անելիքները կարծես թե պարզ են, ամեն ինչ անելու են այոն անցկացնելու համար ամեն գնով, սակայն ոչի ճակատում ըստ էության կան խնդիրներ մարտավարության եւ ռազմավարության հետ կապված տարբեր տեսակետներ են ներկայացված, մի խոսքով ինչ անելը դեռ մնում է հարցական։ Դուք երկու հոդված հրապարակել եք այդ ինչ անելու հետ կապված, մոտավորապես ձեր մոտեցումները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու առումով եւ այսօր խոսենք հենց դրանից, ճիշտ է այն դիտարկումը, որ ոչի ճակատում դեռևս անորոշ վիճակ է քայլերի հետ կապված։ Ես չեմ կարող ասել անորոշ, դժվարանում եմ այդպես գնահատել, բայց կարծում եմ, որ այս հանրաքվեի հետ կապված տարբեր խմբեր ունեն տարբեր մոտեցումներ, խոսքը նրանց մասին է, ովքեր Սերժ Սարգսյանի ճամբարում չեն եւ անտարբեր չեն։ Փաստորեն 3 խոշոր խմբերի մասին ենք խոսում, ոչի ճակատ ասելիս շատ ընդհանուր առմամբ ի նկատի ունենանք նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի ճամբարում չեն եւ անտարբեր չեն։ Այս ճամբարում տարբեր խմբեր կան եւ ունեն տարբեր դիրքորոշումներ։ Ճիշտ է, որոշների մոտ դեռ վերջնական դիրքորոշումը չի երևում, բայց մի կողմը, որի գաղափարախոսը, եթե կարելի է այսպես ասել, հիմնադիր խորհրդարանն է, այն է, թե այս ռեժիմը ապօրինի է եւ պիտի վերացվի այս ռեժիմը։ Համաժողովրդական ընդվզում, մոբիլիզացիա եւ մենք գիտենք, այդ գաղափարները լսել ենք եւ մի քանի անգամ դրանք հնչել են, առաջին անգամ չեն հնչում եւ որևէ ուրիշ միտք հանրաքվեի հետ կապված մասնակցելու, ինչպես մասնակցելու, բոյկոտելու, քարոզչական բոյկոտ իրականացնել, առավել եւս տեղամասերում հսկողություն իրականացնել, որպեսզի չկեղծեն այնպես, ինչպես կեղծել են անցած ընտրությունները եւ 2005-ի հանրաքվեն, մտադրություն ես առայժմ չեմ տեսնում հիմնադիր խորհրդարանի կողմից եւ նորաստեղծ ճակատնել դեռ չեմ նկատել, որ որևէ հստակ դիրքորոշում հայտներ, երևի կհայտնի։ Քաղաքացիական պայմանագրի մասով Նիկոլա Փաշինյան հայտարարել է, որ սա կեղծ օրակարգ է եւ իրենք չեն խառնվում սրա հետ։ Այս երկու եւ արդեն փաստորեն 3 ուժերի հետ կապված ես կարծում եմ, որ դեռ ակնկալիք կա, գուցե ինչ որ մի պահի իրենք կորոշեն ինչ որ չափով մասնակցել։ Այսինքն դեմ են ծախողմանը։ Դեմ են, բայց դեռևս որոշակի քայլերի ինչ-որ կոմպլեքս չկա, որով պետք է այդ դեմը շոշափելի դառնա։ Բերեք այսպես ասեմ, հանրության մեջ կան հազարավոր, երևի 100,000, գուցե 1 միլիոն մարդուց ավելի ընտրող, որոնք դեմ են, լսել անգամ չեն ուզում Սերժ Սարգսյանի նախաձեռնած այս խայտառակության մասին, չեն մասնակցելու, այդ օրը հանգստանալու են, վերջացավ։ Ահա այսպիսի դիրքորոշում կա։ Շատ նման է նաև օրինակ քաղաքացիական պայմանագրի դիրքորոշմանը, որ սա կեղծ օրակարգ է, սա իրենց չի հետաքրքրում, հարգելի դիրքորոշում, քաղաքական ուժը այդպես է կերել, հասկացանք։ Բայց մի մտահոգություն ունեմ, որ եթե Սերժ Սարգսյանը անցկացնում է իր բոլոր կեղծիքների եւ վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում իր այս սահմանադրությունը, հետագայում անհամեմատ դժվար կլինի ունենալ որակյալ ընդդիմություն, առավել եւս կայացած ընդդիմություն, հեռանկար ունեցող ընդդիմություն, սահմանադրությունը փոխելու են այդուհետ ազգային ժողովով եւ մեջը կգրեն, որ Լևոնը Բարսեղյան իրավունք չունի դառնալ, ասենք թե ազգային ժողովի падգամավոր։ Մի քիչ չափազանցնում եմ, բայց հասկացողները հասկացան։ Ինչ եմ անելու ես իմ սարքած այդ ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Այս իմաստով կարծում եմ, որ հեռանկար են տեսնում իրենց եւ իրենց համախոհների համար պարտավոր են ակտիվորեն մասնակցել Սերժ Սարգսյանի այս այլանդակության ծախողմանը։
այ ակտիվ մասնակցություն ասելով ինչ նկատի ունեք։ Ես երկու բաղադրիչ եմ հասկանում առայժմ։ Մեկը ակտիվ բացատրությունն է մարդկանց, որ սա Հայաստանին զավթումը վերջնականացնելու, վերջին հանգրվանին բերելու գործողությունն է, հավերժացումն է եւ այլն։ Այսինքն քարոզություն առաջինը։ Այո, մարդկանց բացատրություն ոչ միայն ոչի, գիտեք, մարդկանց պետք է բացատրվի, որ մարդիկ հասկանան, որ սա այլասերում է այն փոքրը, ինչ ունենք, դեռ մնացել է, դեռ չեն հասցրել այլասերել։ Այսինքն իշխանության զավթումը վերջնակետին հասցնելու նախագիծ է սա։ Սա մեկ, քարոզ։ Սա երկրորդը հսկողությունն է, որպեսզի մարդկանց կամա արտահայտումը չապականվի, այնպես ինչպես ապականվել է անցած ընտրությունների եւ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ 2005 թվականի օրինակ, երբ մարդիկ 5-7%-ով, 10%-ով են մասնակցել, բայց վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է 63-64%-ի մասնակցություն։ 2005 թվականի նոյեմբերի մասին է խոսքը։ Ոչ ոք չգիտե 95 թվականի ճշգրիտ արդյունքները ինչ կլինեին, եթե չլինեին ռեպրեսիաները, ճնշումները տեղամասերում ընտրողների վրա եւ այլն։ Ճիշտ, այսինքն կամարտահայտությունը իրավաբանորեն գրանցելու հետ կապված խնդիրը ընտրություններում թե հանրաքվեում դա թիվ 1 խնդիրն է։ Նայեք, այդ կամարտահայտությունը երկու բաղադրիչ ունի, այդ կամարտահայտման վրա ազդում են շատ գործոններ իհարկե, բայց խոշոր հաշվով երկու բան կուզեի առանձնացնել։ Մեկը մինչև քվեարկության օրվա եղած ազդեցությունն է մարդկանց կամքի վրա, քարոզչությունն է, օրինական թե անօրեն գործիքների օգտագործումն է մարդկանց կամքի վրա, համոզելն է, խաբելն է, ուղեղ լվալն է, Հայաստանի բնակավայրերի ահռելի մի ծավալում 1-2 հեռուստաալիք են նայում մարդիկ, ուրիշ լրատվամիջոց չունեն, ոչ մի քաղաքական հասարակական գործիչ չի այցելում այնտեղ եւ այլն։ Վարչական ռեսուրսի չարաշահումն է մարդկանց դեմ, սա մինչեւ քվեարկության օրը։ Կանխարգելել հակաօրինական գործողություններ կամ հակազդել կամարտահայտման մասով ոչ միայն կանխարգելել, այլև հակազդել, ինչ որ չափով կարելի է իհարկե կանխարգելել, բայց էապես արժե հակազդել, որովհետեւ բազմաթիվ մարդիկ ընդամենը 1-2 հեռուստաալիքի հնարավորություն ունեն Հայաստանի համայնքների ահռելի մի խմբում եւ ուրիշ միջոց չունեն հաղորդակցվելու։ Քաղաքական հասարակական գործիչները այդ համայնքներ չեն այցելում, մարզպետարանները հրամաններ են իջեցնելու համայնքապետերի վրա, համայնքապետն էլ շատ հաճախ գյուղի տերուտիրական ու թագավորն է, մեկին վազում սրանով է օգնում, մեկի խոդն է օգնում բերել, չգիտեմ, եւ այլն, ինչ ասեց գյուղացիների համար օրենք է։ Բազմաթիվ գյուղացիներ դա ուղղակի խոստովանում են, ոնց ասացին, նենց անելու ենք։ Հա, մյուսը կամարտահայտման հետ կապված քվեարկության օրվա մարդկանց եղած կամքի, ինչպիսին որ լինի այդ կամքը, հա, արտահայտման նկատմամբ ուժեղ հսկողությունն է ամբողջ Հայաստանի տարածքով մեկ։ Գիտեք, երկուսն էլ բարդ են, գնալ մարդկանց հետ մեկ ամիս շարունակ խոսել, բան բացատրել, հակազդել ռեժիմի քարոզին, դա նույնպես բարդ է։ Բայց պահել այդ ամեն ինչ ընդրատեղամասը։ Դա էլ մյուսն է, չէի ուզի համեմատել, թե որն է ավելի, մեկը մի գործում է ավելի մասնագետ, մյուսը մեկ ուրիշ, առավոտվա ժամը 7 տեղամասերը բացվելուց սկսած, մինչև այն պահը, երբ որ քվեաթերթիկները կհաշվեն, կարձանագրեն արձանագրության կրկնօրինակը, դիտորդը, հսկողը կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչը կվերցնի եւ քվեաթերթիկները դուրս կտանեն, մինչեւ այդ պահը վերջնականապես հսկել, նվազեցնել, բացառել, վերացնել, թույլ չտալ լցոնումը, բազմակի քվեարկությունները նույն մարդու կողմից տեղամասում, արձանագրությունների կեղծումը եւ այլն եւ այլն։ Դա հնարավոր է կազմակերպել։ Այսինքն վերահսկել։ Այո, դա հնարավոր է կազմակերպել, առայժմ եղած օրենսդրությունը դա թույլ տալիս է, եթե իհարկե մինչ այդ չտնեն փոխեն, որ օրինակ ներսում դիտորդ լինելու համար հարկավոր է լինել առնվազն 75 տարեկան, զանգվածային լրատվամիջոց համարվում է միայն հանրային առաջին հեռուստաալիքը եւ այլն, որպեսզի սահմանափակեն հսկիչների վերահսկողների թիվը։ Եվ ինչ է պետք այդ վերահսկողությունը։ Դրա համար հոդվածումս ես գրել էի, որ 4000 քաղաքացի է պետք առնվազն ամեն տեղամասում կոնե ունենալ 2 հոգի։ Հարկավոր է քվեարկության վերահսկման, եթե այն առաջին փուլի մասին չխոսենք, հա, մարդկանց իրազեկելու, քվեարկության վերահսկման համապետական մի մարմին ստեղծել, որը կարող է կոչվել վերահսկման հանձնաժողով, վերահսկման հանձնախումբ, շտաբ եւ այլն, կենտրոնական ընտրական շտաբի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների եւ տեղամասային հանձնաժողովների կառուցվածքի նման մի բան պիտի ստեղծել։
Այսինքն այլընտրանքային կենտրոնական ընտրական ստվերային կուզեք ասել այլընտրանքային կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց աշխարհագրության նմանությամբ ունենալ 41 ընտրատարածքային կամ 41 տարածքային վերահսկող շտաբներ եւ ունենալ ամեն աշխարհագրությունը պիտի ճշգրիտ համընկնի մեր ընտրական օրենսդրության մեջ նախատեսված աշխարհագրությանը եւ ընտրատեղամասային հսկիչներ 2 հոգի օրինակի համար ես պատկերացնում եմ որ ամեն տեղամասում կա 3-400-500 ընտանիք որոնք պիտի ընտրեն առավելագույնը 2 հոգին այդ տեղամասում 1 ամիս աշխատելու նորմալ հնարավորություն ունի այսինքն բացի ընտրատեղամասում աշխատելուց մինչև այդ այո մարդկանց տները այցելի ինչպես այցելում է ռեժիմը տարբեր գործիքներով այցելում է ոստիկանները ղրգում իբր թե ցուցակ են ճշտում ոչ միայն Գյումրիից ամենտեղ գիտեք նոմինալ իրավունքի տեսանկյունից որ նայում եք ոստիկանները այդ իրավունքը ունեն ճշտել այդ մարդ ով է ապրում ոնց է ինչքան ժամանակ է ստեղ չի եւ այլն բայց ծերի հետ նրանք նաեւ ազդեցություն են գործում հոգեբանական ճնշում են բանեցնում մարդկանց վրա դրանցից բացի լիք ուրիշ մարդիկ են այցելում Եհովայի վկաներից սկսած վերջացրած ռեժիմի զանազան մանկլավիկներով ու կամակատարներով ինքը ունի նաեւ իր իհարկե վարչական ամբողջ ռեսուրսը որը կառավարվում է ոչ թե տներ այցելելով այլ վարչական հիերարխիայով մարզպետարան վարչություններ հիվանդանոց պոլիկլինիկա դպրոց մանկապարտեզ եւ այլն համայնքապետ մարզպետ համայնքապետ եւ համայնքապատկան հիմնարկներ վերից վար այդ հրամանը գալու է այսպես է կանելու այնպես է սրանից զատ նաեւ տների այցելու սրա դեմ մարդկանց իրազեկելու բացատրելու թե ինչ այլանդակություններ է նախապատրաստել ռեժիմը դեկտեմբերի 7-ին 6-ին անելու պիտի մարդկանց այցելել խոսել բացատրել այդ մարդկանց ու միայն բանով չէ այդպես կողքի տնելով ասելով որ չէ ռեժիմը պիտի ոչնչացվի եւ վերջ ռեժիմը չի ոչնչանում գնացինք տուն եղավ 20 տարի այդ ռեժիմը չի ոչնչանում ոնց եղել է այդպես կա վերարտադրվում է վերածևավորվում է մուտացվում է եւ ու զարգանում է հարստանում է հզորանում է ռեսուրսներն աճում են ռեժիմի հա ու չստացվեց այսօր բավարար մարդ չէր հավաքվել ստեսություն ու այսպես մենք շարունակ տեսնում ենք սա հիմա այն մարդիկ ովքեր ես պատկերացնում եմ որ պիտի այցելեն տնետուն եւ մարդկանց իրազեկեն ինչն ինչոց է նրանք նաեւ արժե որ պիտի որ քվեարկության օրը հսկեն տեղամասերում ինչպես նշեցի ամբողջությամբ վերջում ունենան արձանագրություն անհապաղ հրապարակեն եւ լինի բազա արդեն գիշերը ասենք ժամը 2-ի ժամը 1-ի կողմերը որպեսզի ունենանք 1988 թե այս անգամ 2000 ընտրական տեղամասերից պատկեր ստացվելու մեկը պաշտոնական գիտեք մեր փորձը ցույց է տալիս որ իսկ մեր փորձը ասելիս եսի նկատի ունեմ 14 քաղաքներում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած տոտալ կամ մոտավորապես տոտալ հսկողությունը տեղամասերում այն քաղաքներին նկատի ունեմ, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, նույնիսկ Մուկուչյանի թվերով է պարտվել։ Մեր փորձը հուշում է, որ բոլոր այն տեղամասերից, երբ այդպիսի տոտալ հսկողություն է լինում, տեսախցիկով, ֆոտոապարատով, գլխներին կանգնելով, ստուգելով, արդյոք սա այս Պողոսն է, որ եկավ այս տողի դիմաց ստորագրեց, քվեաթերթիկ վերցրեց եւ այլն։ Եվ վերջում երբ վերցնում են դիտորդները կամ ԶԼՄ ներկայացուցիչները ընտրատեղամասային արձանագրության կրկնօրինակը կնիքով, ստորագրությամբ, հանձնաժողովի նախագահի ռեժիմը չի կարող փաստացի այդ տեղամասերից երկրորդ ուրեմն արձանագրություն սարքել, կեղծել։ Եթե դա վերցնում ես անհապաղ հրապարակում ես, անմիջապես հիմա տեխնոլոգիաները դա թույլ տալիս են, ճիշտ է, այդ օրը ինտերնետի արագությունը սաստիկ ընկնելու է եւ այլն, ռեժիմը գիտե դա ինչպես անել, բայց ի վերջո լինելու են բոլոր տեղամասերից, եթե այդքան մարդ հավաքվի ի վերջո, 4000 քաղաքացի ունենանք, որոնք կամք ունենան, ամենակլխավորն է գիտելիքները կտանք մենք, կսովորեցնենք։ Ну կարելի ասել բավականին լուրջ մարդկային ռեսուրս է ակտիվ աշխատանքի տեսակետից, ինչ է կարծում հնարավոր է հավաքել այն մարդկանց այն քաղաքական եւ քաղաքացիական խմբերից կամ ուժերից, ովքեր հայտ են ներկայացնում ոչ ասել Սերժ Սարգսյանի սահմանադրությանը։ Հարցը փիլիսոփայական դաշտից է։ Ես բացատրեմ ինչու։ Որովհետև գուշակություններ անել, թե ինչքան են փչացրել երկիրը, ինչքան են ոչնչացրել քաղաքացուն։ Ահագին բարդ բան է։ Մենք պիտի կռահումներ անենք, բերեք այսպես ասեմ ես։ Եթե պարզվում է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի եւ այս սահմանադրական ապականության դեմ բոլոր բարեխիղճ ջանքերը ներդնելու արդյունքում 4000 քաղաքացի չեն կարողանալու հանել, որպեսզի այս գործողությունները կատարի, ուրեմն երկրի զավթումը ավարտված է։
Սերժ Սարգսյանը կարողացել է զավթել ու կառուցել այնպիսի վարչական ապարատ, որ արդեն մենք մեր ավտորիտար կոչելու իրավունք չունենք։ Պիտի կոչենք ավտորիտար, որից անցնում է տոտալիտարի։ Դեռ տոտալիտարից հեռու ենք մենք։ Չէ, եթե այս գլխի բերեց, գլուխ բերեց։ Ոչ, ես չեմ կարող, ես համարում եմ ավտորիտար, որովհետև տոտալիտարը այն է, երբ որևէ երկրում, ասենք Բելարուսում, թույլ չեն տալիս 3 հոգի իրար հետ փողոցում խմբված լինեն հասարակական ինչ-որ հարցով, դա համարվում է չարտոնված հանրահավաք։ Պիտի 2 հոգի լինեն եւ այլն, հա։ Վսկա պիտի կապեն բոլորը, պիտի աղոթեն կոնկրետ Սերժ Սարգսյանի անունով։ Անմիջապես ոչ հազիվ թե ու ես կարծում եմ, որ հիմա կանք այդ ենթադրությանը էլի, ինձ թվում է, որ կարելի է ջանքերի բարեխիղճ ներդրման դեպքում ունենալ 4000 իսկական քաղաքացի, ովքեր կհամարձակվեն դիմագրավել զանազան ճնշումներին, գալու են իրենց տուն, գլուխներն են տանելու, զանգելու են, ահաբեկելու են, ծեծելու են տեղամասերում իրենց, քաշքշելու են, ինչ ասես անելու են, ինչ արել են։ Ռեժիմը գիտե, Սերժ Սարգսյանը դրա վաստակավոր մասնագետն է։ Եթե պատրաստ կլինեն դիմագրավել այս ամենին, ուրեմն Սերժ Սարգսյանի սահմանադրական այլանդակությունները խափանվելու են։ Ձեր ներկայացրած առաջարկությանը առաջ անգամ էստեղ չեք ներկայացնում, հոդվածով արդեն կարծում եմ մի քանի անգամ մինչ այդ էլ է ասվել, հա, հնարավորինս բաց։ Կան արդեն արձագանքներ։ Քաղաքացիների բազմաթիվ արձագանքներ կան եւ զանազան եղանակներով կոնտակտներ են թողնում, ասում են, երբ որ կգա աշխարհազորի պահը, տեղեկացրեք։ Մենք մի տեղամասում կլինենք, ես մի տեղամասում կլինեմ, հսկիչ, ծայրեծայր, ինչ պետք է կանեմ, ինչպես որ գտնեք։ Հիմա չկա մի որևէ կառուցվածք, կազմակերպչական կառուցվածք, որը սա կազմակերպի։ Բազմաթիվ խմբեր կան, ինչպես ասացի, կուսակցական եւ քաղաքացիական, ովքեր ջանքեր են ներդնում ցախողելու այս հանրակրվեն այն իմաստով, որ չստացվի Սերժ Սարգսյանի կառուցելիք արդյունքները։ Ես կարծում եմ, որ բոլորին պիտի կոչ արվի եւ կոչ եմ անում եւ գրելու եմ ես իհարկե մի ժողովի նստել։ Սա նաեւ կոչ համարենք ժողովի։ Թեկուզ այսպես, ես սա անբավարար եմ համարում իհարկե, բայց պիտի կանենք, հա։ Որպեսզի նստենք մի ժողովի, հասկանանք ինչ կարելի է անել, ով ինչ ռեսուրս ունի մոբիլիզացնելու, այս կուսակցությունը ինչքան մարդ կարող է հանել, մյուս կուսակցությունը ինչքան, քաղաքացիական խմբեր ինչքան մարդ ունեն, ինչ տարածքներ կարելի է ծածկել, արդյոք հնարավոր է հանել 4000 հոգի, ամեն համայնքում 2 հոգի, գյուղական համայնքներում հնարավոր է գտնել, խոշոր համայնքներում 4, 5, 6, 7 հոգի, ով հասկանա այս ամբողջի լրջությունը եւ այն ռիսկերը, որոնք կախվում են Հայաստանի Հանրապետության գլխին, որպիսի հնարավոր լինի կազմակերպել դա։ Ստացվեց, լավ, չստացվեց, անձամբ իմ խիղճը մաքուր կլինի, ես կգնամ կնստեմ իմ քվեարկելու տեղամասում առավոտից մինչև գիշեր, տեսնեմ ոնց են լցոնում կամ կեղծում։ Իրիկունը թող համեմատեն իմ տեղամասի արդյունքները մյուս տեղամասերի։ Եթե ծախողվեց մեր կռիվը եւ հաջողեց Սերժ Սարգսյանը հերթական անգամ փաստորեն, ուրեմն իսկապես հալալ եղնի իրեն, հա, ու եւ թող իսկապես բոլոր նրանք, ովքեր շատ են դժգոհ այս ռեժիմից, առավոտից իրիկուն քրֆում են, բայց չեն ցանկանում մի կես ժամով կամ մի ժամով կամ 1 օր զոհաբերել այս բանի համար, ինչքան շուտ իրենց հանձնագիրը ճղեն եւ գնան հանձնվեն ուրիշ երկրների եւ դեսպանատների, այնքան լավ։ Կիմանանք ինչքան ենք, քանի հոգի ենք, այդքանով կկռվենք։ Ուրիշ ինչ չգիտեմ։ Կոնկրետ չափման միավոր է դրվում այն քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի վրա, ովքեր ստուգարք, սա կարելի է շոշափելով չափել, դու ասենք սա երկսայրի ստուգարք է, մի կողմից իշխանությունն է ստուգում իր կարողությունը, իր վարչական ամբողջ ապարատը, պետական համայնքային իշխանությունների աշխատողները եւ պետական ու համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկների աշխատողների հանրագումարը 300,000-ն անցնում է։ Ռեժիմին հարկավոր է 627,000 ձայն առնվազն եւ այնպես որ դեմ քվեարկողների թիվը դրանից ավելին չլինի։ Հիմա երբ որ այդ աշխատողների թվին ենթադրաբար գումարում ենք իրենց ընտանիքի անդամներին, իհարկե 800,000-ից կարող են անցնել, ինչը Սերժ Սարգսյանի, Մուկուչյանի թվերով 13 թվի արդյունքներում, ընտրությունների արդյունքներում հավաքած քվեն է։ Ռեժիմն էլ է ուզում հասկանալ, Սերժ Սարգսյանն էլ է ուզում հասկանալ, որքանով է իր վարչահրամայական ապարատը հզորացրել այս 2.5 տարիների ընթացքում։ Իրեն տված քվեների չափ քվե կհավաքի այդ սահմանադրությունը թե ոչ։ Մյուս կողմից այնպես չէ, որ այդ բոլոր աշխատողները այդ ամբողջ համակարգը գնալու է ուրախությամբ այո քվեարկի։
Շատ շատերն են հասկանում այս այլանդակեությունը, երկրի վիճակը, մեղքումն է եւ այլն, եւ շատ-շատերն են խաբելու ռեժիմը։ Ռիսկային խաղ է գնալու։ Շատ լուրջ ստուգարք քննություն է երկու կողմերի համար։ Սերժ Սարգսյանը իր կահնամակով կառուցելու է իր բոլոր ռեսուրսները տնելու այնտեղ, մենք էլ մեր աշխարհազորն ենք անելու, ժողովրդական բանակ ենք անելու իր դեմ փաստորեն։ Ուրիշ ինչ կա հրամայեք անել։ Մարդիկ մարդկային խոսք չեն հասկանում։ Հազար ծևի բացադրվել է իրենց, որ այս բաները ապականում են երկիրը։ Մարդը իրեն չհասկացողի տեղ է դրել։ Լուրջ դեմքով ասում են, ինչ անում են հայրենիքի համար են անում հիմա։ Հա, հիմա տեսեք, երբ որ այս ծավալի զայրույթ եւ ատելություն իշխանության նկատմամբ ամեն քննարկման ժամանակ դա երևում է։ Սահմանադրության քննարկում էր տեղի ունենում, հա, եւ մարդիկ ելան իրենց անուններով կոչեցին, բարեփոխիչները չեն ուզում հասկանալ, որ գիտեք, դա հասարակության ձայնն է, ինչքան պիտի մարդկանց հոգուն հարցնեն, որ լրագրողը ելնի այդ բառերով սկսի հարցեր տալ, հա, հեզաճկուն քաղաքական ուժի ներկայացուցիչին։ Շնորհակալություն, հուսանք ինչ որ գործընթաց կգեներացվի հանրաքվեի վերահսկման եւ մինչ այդ կազմակերպվելիք քարոզարշավի հետ կապված, որպեսզի արդեն, ճիշտ ասում, հասկանանք, թե իդեպ փող չկա, փողը Սերժիկի ձեռքում է։ Ոչ մի բան չկա, կա ընդամենը մարդկային կամք։ Չեք առաջարկում։ Ոչ, իրենք են առաջարկելու։ Իսկ մենք առաջարկելու ենք, որ ժողովուրդ, եթե չեք կարող չվերցնել այդ կաշառքը, ախպեր վերցրեք։ Եթե չեք կարող ասել չէ, այնգեր ինչ որ մանկապարտեզի վարի չեք աշխա, ասեք հա, ձեր ասածով կլինի։ Գնացեք քվեարկեք ձեր ուզածով, չեմ ասում ինչպես քվեարկեք։ Գնացեք սրտանց ձեր ուզածով քվեարկեք, բայց աշխատանք կորցնելու ռիսկը մեծ է շատերի մոտ։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր ես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընթരാճ եւ անելիքների հետ կապված այդ ուղղությամբ, հատկապես ոչի ճակատի առումով, խոսում է Գյումրու ավականու անդամ ժուրնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ կհանդիպենք։